Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես ուժեղ առաջարկ, ուժեղ տղերքին գրությամբ տեսանյութ է հրապարակել վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Ուժեղ առաջարկ Ռ Քոչարյանին, Ս Կարապետյանին եւ Գ Ծառուկյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրեք արհամարել։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Վարչապետը նախօրեի երեկոյան ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի գլխավորած պատվիրակությանը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։ Մարտակոսն էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները եւ դրանց ուղղությամբ դրսեւորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ գործակցության, մասնավորապես բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղաքասարակությանն ու ԶԼՄ-ներին։ Մարտակոսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները, ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ Եվրամիության հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ եւ արդյունավետ համագործակցության մասին։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը եւ վստահություն հայտնել, որ երկուստեք կբարձրաձայնվեն գոհացուցիչ արդյունքներ։ Մարտակոսը գերազանց է գնահատել նախարարության եւ անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը վիզաների ազատականացման գործընթացում։ Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար, ընդգծելով, որ ներկայում այն միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունն այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է վարում։ Հանդիպմանը քննարկվել են նաեւ անվտանգության, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու եւ կիբերհարձակումների դեմ պայքարին առնչվող հարցեր։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցել։ Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարն է հայտարարել, անդրադառնալով հարցին, արդյոք Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցել է թե ոչ։ Սուրեն Պապիկյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ ընդդիմության ռազմատենչ կեցվածքն իշխանության գալու դեպքում հանգեցնելու է պատերազմի։ Նախարարն անդրադարձել է Սամվել Կարապետյանի անունից տարածված տեսանյութի բովանդակությանը, որտեղ գործարարը խոսում է իշխանության հասնելու դեպքում մեծաթիվ դրոններ ձեռք բերելու մասին։ Դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ որ բան է հայտարարել։ Ես հիմա պետք է հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ։ Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարից չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կա խաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հաստա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան իրեն չեմ ասում։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել, ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, բայց մարդիկ փախած են, ձեր ցավը տանեն։ Հարցն է, որ այդ պարզաբանումը չի տրվել նաեւ։ Նարեկ Կարապետյանը այստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարի։ Ողջույն, պարոն նախարար, տեղեկություններ ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Օգտվում են ինքուբար տալու։ Այ պարզապես ոչ մի ծրագրից չեն օգտվել։
այդպես շատերն են օգտվում։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բայց եթե դա այդպես խնդիր է, գուցե Բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք, բոլորին պատասխան։ 2026 թվականի սկզբից ախուրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Հարցին արդյոք հանդիպում է անհետ կորածների ծնողների հետ, Անդրանիկ Սիմոնյանը դրական պատասխան է տվել, ասել, որ տարին առնվազն 2 անգամ նիստ պետք է լինի եւ դրանք պատշաճ իրականացվում են։ Վերջի անգամ չեմ հիշի, բայց բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաեւ այդ հանձնաժողովի աշխատանքային կանոնագրքում նախատեսված է, որ տարվա մեջ առնվազն 2 անգամ նիստ պետք է լինի եւ դրանք պատշաճ են։ Շարունակենք, տարվա կտրվածքով եղել է սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է։ Լրագրողների հետ զրույցում ներքին գործերի նախարարն է հայտնել։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ընդհանուր պատկերում սպանությունները 0.1% են կազմում։ Ըստ նախարարի կա նաև մտածողություն փոխելու խնդիր, օրինակ իրար վրա տրանսպորտային միջոց վարելու հետևանքով կարելի է իրար ծեծել, ու չնայած տարածված պրակտիկան խնդրի լուծման մեթոդ չէ, բռնությանն ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու եւ խնդիրն այդ կերպ լուծելու պրակտիկան Հայաստանում ամրապնդվել է, նպաստելով նաև քրեական ենթամշակույթի տարածմանը։ Նախարարը արձագանքել է նաև վարչապետի հայտարարությանը Հայաստանի Հանրապետությունում պատերազմ նախապատրաստողների մասին։ Որևէ խոճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որ ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաև տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար նկնեն հանդես կգա հաղորդագրություն։ Կարծում եմ բոլորը հետևում եք լրատվական դաշտին եւ վստահ եք, որ շատ ուժեր այնպիսի մտքեր եւ այնպիսի հայտարարություններ են նաեւ հնչեցնում, որոնք այո հակադարձում են հաստատված խաղաղությանը եւ կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել եւ ինչի բնական այլ ես նշեցի, որ կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական եւ իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարերի դեպքում կտա արդեն նաեւ իրավական գնահատական։ Նախարարը նաև անդրադարձել է 1 տարեկան 2 ամսական փոքրիկի ծեծի դեպքին, նշել, որ իրենք հաղորդում են ստացել բուժկենտրոնից, անմիջապես սերնամուխ են եղել օպերատիվ հետախուզական աշխատանքներին եւ դրա հիման վրա է, որ հենց սպանության գործով է վարույթը նախաձեռնվել։ Արփինե Սարգսյանն ասել է, որ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներդրված նոր համակարգն այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը չպիտի լինի ոստիկանը, ազդակը պիտի գա համայնքից, այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգը կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ process է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես զեռնամուխ են եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը ընդհանուր գործընթացին երեխայի ծեծի մասով եւ ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաեւ խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաեւ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի այո իրավիճակներին եւս նաեւ իրավական գնահատական որպես այդպեսի կարողանանք տանք, այո, ինչ վերաբերում է Չէ, այս պահին ուղղակի կարգավիճակի հետ կապված հարցեր են ճշգրտման։ Չեմ բացառում, կախված այն տվյալներից, որոնք որ կստանանք, նշեմ, որ միջավայրի հետ կապված, տեսեք, նշում եք համայնքային ոստիկանության հետ կապված, մենք պիտի նախ առաջինը նկատի ունենանք, որ մեր երեխայի իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ներ ենք դրել, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպեսին չպիտի
պիտի լինի ոստիկանությունը։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաեւ գործընկերներն են այս հարցը դիտարկում, նաեւ իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան եղել է ազդակ օբյեկտիվորեն թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։ Ես էլ մեր մասով համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք հնարավոր է այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից այո ստանալ թե ոչ, եւ եթե որևէ խախտում հայտնաբերի այս դեպքում ի պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար Ռեակցիան դրությամբ այդ մասով ինչ ասացիք, ինչ որ հետո արդեն որ ուսումնասիրել կա, այդպեսի դա եղել այդպեսի միջավայրից մասին էր հարցը։ Հիմա շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, թույլ տվեք ավել բան չհանրայնացնել, որովհետև նաև երեխաների եւ ընտանիքի մյուս անդամների հետ կապված որոշակի նաև հոգեբանական վիճակ ունենք։ Հիմա պատկան մարմինները աշխատում են։ Թեժեր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը միջադեպ է եղել պատգամավորների եւ լրագրողի միջև։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ հանձնաժողովի նիստի ներկա լրագրողներից միայն մեկն է չեզոք, մնացած 10-ը անդիմադիր են։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանն էլ կոչ արել Ալեքսանյանին չափավորել խոսքն ու չթիրախավորել լրագրողներին։ Ալեքսանյանն արձագանքել է։ Անդրանիկ Քոչարյանը կոչ արել հանդարտվել եւ աշխատել։ Պարոն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք։ Ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, հաջորդ անգամ։ Հերիկը քեզ եղավ է, մյուս անգամ ձերը չբարձրացնես տեղ։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների։ Ում որ ծառայում են, նայել կներեք արտահայտությանս համար պաստուպի տալու։ Գողականը, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են, պարոն Մանուկյան։ Այն որ ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձից 5 տարի է սարքել եք, մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա։ Պարեկները 300,000 են ստանում, պարեկները 300,000 են ստանում։ Բայց կներեք էլի։ Եկեք աշխատենք գուցե։ Այս վեճը դռնից ենք ո՞մ մենք անդադ կարանք անենք լրագրողները տեսեք ինչան շատ են բոլորը սենսացիային մանգալ եկանք բարով եք եկել հիմա սենսացիաները վերացավ շարունակում ենք աշխատանքը տիկին նախարար ձեր բացահայտման համար բավականին մեծ դաշտ բացվեց դուք պետք է ուսումնասիրեք 300-ի տվյալները կտան մեր գործընկերները եւ եթե դա չի համապատասխանում հայտարարությամբ հանդես կգաք պարոն Ալեքսանյան եկեք կրկերը մի հատ կրկերը հանդարտվեց հարգելի գործընկերներ հիմա առանց կրկեք Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին։ Քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ, հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիների ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների առնչությամբ հասարակության կարծրատիպերը հաղթահարելու միջմշակութային երկխոսությունը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանրային եւ քաղաքական մասնակցությունը խթանելու կարևորությունը, կրթությունից դուրս մնալու եւ այլ խնդիրներ։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն դեպքերին արձագանքող, այլև իրավունքներն ակտիվորեն խթանող մոտեցում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ընդլայնել գործակցությունը ոլորտային հարցերը հասցեավորելու նպատակով։ Մերձավոր Արևելքում իրավիճակը չի հանդարտվում Իրանի շուրջ զարգացումների եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեսաշարով։ ԱՄՆ-ն եւ Ճապոնիան պայմանավորվել են ամերիկյան էներգետիկայի մեջ մինչև 73 միլիարդ դոլարի ճապոնական ներդրումների շուրջ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը նախատեսում է 3 նախագծերի իրականացում, ներառյալ հաջորդ սերնդի փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը։ Դրա համար Տոկիոն կհատկացնի մինչև 40 միլիարդ դոլար։ Բացի այդ, նախատեսվում է մինչև 33 միլիարդ դոլար ներդնել Փենսիլվանիայում եւ Տեխասում գազային էլեկտրակայանների կառուցման համար։ Էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը ծածկելու նպատակով, այդ թվում արհեստական բանականության ոլորտի տվյալների մշակման կենտրոնների կողմից։ Ներդրումները հանդիսանում են ամերիկյան նախագծերի ֆինանսավորման գծով Ճապոնիայի ստանձնած ընդհանուր 550 միլիարդ դոլարի պարտավորությունների երկրորդ փուլի մաս, որոնք ձեռք են բերվել երկրների միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում։
Կուբան չի դիտարկում նախագահ Միգել Դիաս-Կանելին պաշտոնանկ անելու քաղաքական կարգի բարեկամական զավթման կամ փոփոխության հարցը Միացյալ Նահանգներին հանգստացնելու համար։ Այս մասին Bloomberg-ին ասել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էրնեստո Սոբերոն Գուսմանը։ Նա ավելացրել է, որ Կուբան չի համաձայնի դրան նույնիսկ Միացյալ Նահանգների պարտադրած փաստացի նավթային շրջափակման պայմաններում։ Դիվանագետն ընդգծել է, որ երկրների միջև բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։ Bloomberg-ը նշել է, որ Կուբան բախվում է վառելիքի մատակարարումների եւ ֆինանսավորման պակասի։ Այս շաբաթ երկիրը տուժել է էլեկտրաէներգիայի տարվա մեջ առնվազն 6-րդ համազգային անջատումից։ 2026 թվականի հունվարից ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը Կուբայի վրա, հայտարարելով այսպես կոչված կարանտին երկիր նավթի մատակարարումների վրա։ Թրամփը նաև արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ում Հավանայի կողմից ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքի պատճառով։ Նա նաև ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների ավարտից հետո Կուբան կունենա նոր եւ գեղեցիկ կյանք։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան համաշխարհային հանրությանը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան վարչակազմին մտածել, որ իրավունք ունի վերահսկել այլ մայրցամաքներն ու պետությունները։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը համարի, որ տիրում է աշխարհին եւ մտածում է Գրենլանդիան, Պանամայի ջրանցքը, Կուբան կամ Վենեսուելան զավթելու մասին։ Մեր մոլորակին խաղաղություն է պետք եւ ոչ թե պատերազմ, նշել է Բրազիլիայի նախագահը։ Պետության ղեկավարի խոսքով աշխարհի առաջատար երկրները պետք է սովորեն հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ երկիրը համաձայնել է զերծ մնալ Իրանի գազի հանքավայրերին հետագա հարվածների հասցնելուց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան խնդրանքից հետո։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանի գազի հանքավայրին հարվածը չի համակարգվել Միացյալ Նահանգների հետ։ Նա նշել էր, որ Իսրայելը չի հարվածի Իրանի գազի հանքավայրերին, բայց ԱՄՆ-ն դա կանի, եթե Իրանը չդադարեցնի հարվածները տարածաշրջանի երկրներին։ Նեթանյահուն նաև հերքել է այն մեղադրանքները, թե ինքն է Թրամփին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Նրա խոսքով Թրամփը միշտ իր որոշումները կայացնում է հիմնվելով այն բանի վրա, թե ինչը լավ կլինի Միացյալ Նահանգների համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերի հետ հեռախոսազրույցի ընթացքում Լոնդոնից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին աջակցելուց, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարը նաև քննադատել է Մեծ Բրիտանիային ԱՄՆ-ին բազաներ տրամադրելու համար, հայտարարելով, որ նման քայլերը դիտարկվում են որպես հանցակցություն Թեհրանի դեմ իրականացվող ագրեսիային։ Մեկնաբանելով իրավիճակը Հորմուզի նեղուցում եւ Մերձավոր Արևելքում, Արաղչին կրկին ընդգծել է, որ իրավիճակը կարող է կարգավորվել Իրանի դեմ հարձակումների դադարեցման դեպքում, իսկ հակամարտության ավարտը պետք է ուղեկցվի երաշխիքներով, որ այն չի կրկնվի։ Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերի հարձակումներն էներգետիկ ենթակառուցվածքների վրա կարող են գնահատվել որպես պատերազմական հանցագործություններ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Եթե տեղի են ունենում հարձակումներ Իրանի վրա կամ Իրանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա, կարծում եմ, որ կամ բանական հիմքեր կարծելու, որ դրանք կարող են համարվել պատերազմական հանցագործություններ, հավելել է Գուտերեշը։ Բացի այդ, նա հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվի պատճառով երկու կողմն էլ կարող են հետագայում մեղադրվել հնարավոր պատերազմական հանցագործությունների համար։ Մարտի 18-ին Իսրայելը հարվածել է Իրանի հարավային Պարս գազի խոշոր հանքավայրին, որից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Կատարում էներգետիկ խոշոր համալիրի։ Հարվածները շարունակվում են նաև Պարսից ծոցի այլ երկրների էներգետիկ օբյեկտներին։ 2026-2027 թվականների համար Կիևին 90 միլիարդ եվրո պատերազմական վարկի տրամադրումն արգելափակված է մնում Հունգարիայի դիրքորոշման պատճառով, սակայն Եմեն խոստանում է այսպես թե այնպես հատկացնել այդ գումարը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին այս թեմայի շուրջ ասել է, որ երբ պետությունների ղեկավարները ինչ-որ համաձայնության են գալիս, ապա դա պետք է հարգել։ Գերմանիայի կանցլեր
նախագահներ Ֆրիդրիխ Մերցը իր հերթին հայտարարել է, որ Հունգարիայի քայլը զայրացրել է Եվրամիության ղեկավարներին։ Նա ասել է, որ այս ամենը խորը հետք կթողնի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ չի հաստատի 90 միլիարդ վարկի տրամադրումը Կիևին, ինչպես նաև կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումները չեն վերսկսվել։ Ուկրաինան հայտնել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք թմրաշրջանառությունից հանվել է 9 կիլոգրամ մարիխուանա, Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին քննչական կոմիտեի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Արարատի մարզի պարեկային ծառայողների հետ։ Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու եւ իրացնելու կասկածանքով Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվեց 50-ամյա մի տղամարդ։ Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ։ Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսօրվանից մինչև սեպտեմբերի 21-ը ցերեկվա լույսի տևողությունն ավելի երկար է, քան գիշերվա տևողությունը։ Գագիկ Սուրենյանն է հայտնել նաև նշել, որ Հայաստանը գտնվում է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Սպասվում են տեղումներ, բայց օդի ջերմաստիճանը չի նվազի։ Բարի լույս հայրենակիցներ, այսօր գարանային գիշերը հավասարի աստղագիտական գարնասկիզբն է։ Այսօրվանից սկսած մինչև սեպտեմբերի 21-ը ցերեկվա լույսի տևողությունը կլինի ավելի շատ, քան գիշերվա տևողությունը։ Իսկ եղանակային առումով էլ մեր երկիրը գտնվում է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս պահին շրջանների մեծ մասում տեղումներ են լեռնային գոտիներում Թազյան եւ Ծնախարան անձրևի, հովտային եւ նախալեռնային գոտիներում անձրևի տեսքով։ Այս ցիկլոնը Հայաստանի վրա կպտտվի մարտի ողջ 3 տասնօրյակի ընթացքում ժամանակ առ ժամանակ ապահովելով տեղումներ, առանձին հատվածներում կորոտան նաև գարնան առաջին ամպրոպները, բայց որ ամենակարևորն է, առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի նվազում հանրապետությունում չի կանխատեսվում։ Armflix կինոհարթակում անակնկալները շարունակվում են։ Armflix-ի կողմից արտադրվում եւ ցուցադրվում են բարձր դիտողականության բազմաթիվ սիրված, հետաքրքրաշարժ ֆիլմեր, ծիծաղաշարժ սիթքոմներ, բազմաբովանդակ հաղորդումներ ու նախագծեր։ Կինոարտադրության մեջ նշանակալի նորություն է նաեւ ապրիլի 9-ին Մոսկվա կինոթատրոնում Զոնտիկ գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը։ Թողարկումից անմիջապես հետո առաջարկում ենք դիտել ARTN հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն, բազմաթիվ հեռուստաֆիլմերի եւ նախագծերի գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Օխլաղչյանի հարցազրույցը ARTN հեռուստաընկերությամբ։ Հիշեցնենք, ֆիլմն ապրիլի 9-ից ցուցադրվելու է բոլոր կինոթատրոններում։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց Ռոբերտ Օխլաղչյանի հարցազրույցն է, առաջարկում եմ դիտել, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր։